Կարծում եմ արդեն հասունացել է այն պահը, երբ շատերս ենք սկսում գիտակցել, որ անտարբերությունը պիտի փոխարինենք պատասխանատվությամբ։ Այո, ժողովրդավարությունը ոչ միայն իրավունք է ընդհանրում, այլև պատասխանատվություն։ Պատասխանատվություն ավելի կատարվելիքի և չկատարվելիքի նկատմամբ։ Մենք բոլորս պիտի մեր դոման ներդնենք, մեր իսկ հանրության և պետության կայացման մեջ։ Պահանջատիրությունը սկսվում է ինքներս մեզնից։ Արժեհամակարգային փոփոխությունները սկսում են հանրային մտածողության փոփոխություններից, քանի դեռ հանրային մտածողության մեջ դրական տեղաշարժեր չի գրանցվել, ովքեր են, որ գանիշխանության միևնույն է դրական տեղաշարժ չեն գրանցելու։ Եվ ես օր-օրի համոզվում եմ, որ մեր հանրային մտածողությունը գնալով հզորանում է և ձեռք է բերում դրական տեղաշարժեր։ Գոյանում է մենքի զգացողությամբ առաջնորդող անհատը, որը հանրային շահը սկսում է առաջնային դասել իր նեղ անձնական շահից։ Անտարբերության սառույցը հալվում է, ձևավորվում է իրոք պատասխանատվություն ստանձնող բարոյական քաղաքացին։ Եվ հենց այդ քաղաքացին է վաղվա մեր պետության և ազգի լինելիության գրավականը։ Մենք պետք է ցույց դնենք բոլորին այն մարդու կերպարը, որը ազնիվ լինելով հանդերձ հասել է հաջողությունների և բարեկեցության, որպեսզի կոտրվի այն կարծրատիպը, թե հաջողակ է միայն թալանչին, զորբան գողն ու ավազակը։ Համոզված եմ, այստեղ հավաքված են այն մարդիկ, որոնք իրոք շատ բաների են հասել կյանքում իրենց ազնիվ և արդար կրտինքով։ Վաղուց ժամանակն է, որ նման մարդիկ սկսեն ակտիվություն ցուցաբերել և կոպիտ ասած հայտարարեն իրենց մասին։ Ասեն նոր սերնդին, որ իրենք կան, որ կան ազնիվ կյանքով ապրող հաջողակ մարդիկ, որոնք հասել են բարեկեցության։ Ասեմ ավելին, անձանց ճանաչում եմ շատերին, որոնք ոչ թե կյանքի նպատակ են դարձրել բարեկեցությունը, այլ շատ ավելի վեհ գաղափարների իրականացման համար իրենց բարեկեցությունը դարձրել են միջոց։ Բարեկեցություն ասելով ի նկատի չունեմ հարստություն։ Ես խոսում եմ միջին և նույնիսկ ավելի ցածր բավարարվածությամբ ապրող մարդկանց մասին։ Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք իրենց բարեկեցության հաշվին օգնում են կարիքավորներին։ Ես գիտեմ մարդկանց, ովքեր իրենց միջոցները տրամադրում են Հայաստանի հեռավոր գյուղերում և քաղաքներում մանկական խաղահրապարակներ կառուցելու համար։ Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր իրենց բարեկեցության մասնաբաժին են հանում հայկական մշակույթի վերակենդանացման և տարածման համար։ Ճանաչում եմ նաև մարդկանց, ովքեր իրենց միջոցներով երեխաների համար ստեղծում են միջավայր, որտեղ նրանք ոչ միայն կրթվում են, այլև դաստիարակվում են որպես մարդ, որպես հայ, որպես բարոյական և հայրենասեր քաղաքացի։ Ես հենց հիմա այդ մարդկանցից շատերին տեսնում եմ այստեղ։ Այս օրինակները բացառիկ դեպքեր չեն, սրանք շատ են և օր-օրի ավելանում են։ Խնդիրը այդ մարդկանց այդ կերպարին օրինակելի դարձնելու մեջ է։ Իսկ դա միայն կարող ենք անել մենք բոլորով միասին։ Լավը ցուցամոլ չի, լավը գլուխը կախի գործն է անում։ Վատն է, որ ամեն մի չեղած առիթով իրեն պատրում է աչք տակելու համար։ Բայց այսօր մենք մեծագույն կարիք ունենք լավը գովազդելու և օրինակ դարձնելու։ Ցանկության դեպքում ամեն քայլափոխին կարող ենք գտնել այդ լավը։ Եկեք հենց այս պահից սկսած բացահայտենք մեր կողքի լավը և բարձրաձայնենք դրա մասին ողջ աշխարհով մեկ։ Բարին ընդ մեզ։ Շնորհակալություն։